Ողջույն սիրելիներս, հուսով եմ լավ եք, բարի երեկո։ Սկսում ենք նոր վլոգ ու վլոգը սկսում եմ հենց այն օրվանից, որտեղից որ ավարտվել էր, բարև Զոյկա, որտեղից որ ավարտվել էր նախորդ վլոգը, այսինքն նոյեմբերի 16-ն է, օրը կիրակի, երեկոյա արդեն գնա Երեկոյը արդեն հենց նոր ենք վերադարձել Տեքորստանից, նախորդ վլոգի վերջում ասացի, որ գնում ենք Տեքորստուն, հյուրեր ունենք, իմ հորեղբոր աղջիկներ եկել, ով նաև Ռուզի եղբոր կինն է, այդպես ու շատ լավ ժամանակ անցկացրինք, ուղղակի ժամանակը երբ որ լավ է անցնում, այնքան էլ արագ է անցնում, ու չես պատկերացնում, երբ այսքան ժամանակը անցավ ու մենք դե պետք է գայինք տուն, պատրաստվենք վաղվա համար, իրենք էլ դեռ պետք է Սալցբուրգ հասնեին, այդպես եկել եմ տուն, հիմա Զոյկան պետք է գնա լողանա, դրա համար այսպես կիսամերկ սպասում էր, որ գամ իրեն, օգնեմ լողանա, պատրաստվենք վաղվա համար, մեր աշխատանքային համազգեստները, բան ամեն ինչ արտուկեցի, պատրաստեցի, դրեցի, բարձացա վերև, որպեսզի Զոյկային լողացնեմ, ասի մի րոպե, մինչև այդ մի հատ վլոգի սկիզբը ազդարար եմ, քանի որ երբ որ արդեն սկիզբը կա, հետագան արդեն շատ արագ լինում է, որպեսզի վլոգը չուշանա։ Մի խոսքով սիրելիներս, հուսով եմ նայել եք նախորդ վլոգը, հավանել եք, շատ սպոնտան այսպես ուզեցի մոնտաժեի, տեղադրեի, որովհետև արդեն կարծես այսպես ավանդույթ է դարձել, որ շաբաթ կամ կիրակի օրը պետք է նոր վլոգ լինի, ու երբ որ չեմ տեղադրում, բողոքներ են գալիս, այսպես բողոքներ էլի, այսպես հաճելի բողոքներ, որ ինչ եղավ, սուրճ առանց վլոգ ենք խմում, այդպես սիրելիներս, մի խոսքով գնացի ես իմ գործերին, լավ մնացեք, լավ եղեք, մինչ կհանդիպենք նորից։ Երկուշաբթի երեկո ժամը 19, ժամի 7-ն է, մի հատ տեսեք ինչ որ դարատ անցել է տեղում։ Բարի լավ, չի գալիս։ Այստեղ սուրճ է, լսում ես ու։ Զոյկայից ճանապարհեցի, եկա մի հատ սուրճ խմեմ, մեկ հատ արմավով ու մի հատ էլ ծաղիկներով հիանամ, ասեք ինչքան սիրուն է, այնքան հաճելի է, երբ որ ուղղակի շնորհակալություն են հայտնում քեզնից ու քո կատարած աշխատանքի համար, ու այսինքն սիրուն նուրբ ծաղիկներով, այս մեր գլխավորի կողմից էր, այն որ ասեցի ուրբաթ օրը կարևոր աշխատանք ունեի, այդ կարևոր աշխատանքը պատվով հաղթահարելու համար, կարևոր հանդիպումները, սենց մեջոտ սիրունը, մեր պիկար, վերջ, սուրճս արդեն պատրաստ է, խմեմ ու դուրս գամ։ Ինչպես տեսնում եք, էլի հիվանդանոցում ենք, այսօր չորեքշաբթի է, վիրահատության ենք, հասել եմ, հեսա արագ գրանցումներ անենք ու սկսենք վիրահատությունը, այսօր ընդամենը 3 հոգի են, 2 աչքերով, այսինքն 6 աչք ենք այսօր վիրահատելու, ու շուտ ենք սկսելու, այդ նշանակում է, որ կարանք նաև շուտ տուն գնանք, այսինքն այն անգամվա նման մինչև 9 չեմ մնալու այս դրսներում, երևի մինչև 5-6 արդեն տանը կլինեմ, գնացինք։ Եկել եմ ծնողական ժողով, արդեն զարդարած է։
Սիրելիներս, ինչպես տեսնում եք, արդեն մենք մեր նոր գազօջախի վրա ենք սուրճ եփում։ Իհարկե ջեռոցը դեռ չեմ միացրել, հեսա մի հատ լույսը վառեմ, ուսումնասիրեմ, տոն տղեմ։ Այստեղ թղթերն է, այս ֆիրմանը արդեն ասել է A+ կատեգորի։ Ու ուրեմն այսպես, այսենց այս ֆունկցիայով դուրս ու ներս անող միացնում ենք, հետո սա ենք միացնում, եթե ուզում ենք մեծա, այս ենք միացնում, միացավ, ու այս շողկերը անընդհատ ինձ վախացնում են, բայց այս շվերևից է այդ շողկերը, մի խոսքով այսպես, այս էլ ջեռոցն է, միացածը, միացրեցի, որ նայենք, մինչև տեսնենք տանը մնամ, մի հատ վաղուր փատավաղներ եմ աշխատանքի ու մի հատ համուն բան թխենք, փորձարկենք ջեռոցը, մինչև ունի 275 աստիճան, այստեղ էլ այս ֆունկցիաներն է, գլյուտինը, վերև, ներքև, օդափոխություն, պիցա, միցա, մի խոսքով, այդպես, սաղ միացրել եմ, հերջ ասենք շնորհավոր։ Սիրելիներս, ովքեր նոր են միացել ու չգիտեն թե ինչի մասին է խոսքը, ասեմ, որ դեռևս 2 ամիս առաջ այս տեսքն ուներ մեր խոհանոցը, իսկ այժմ արդեն այս տեսքն ուներ, ահա այստեղ էլ մի հատ նկարներով կկիսվեմ, որպեսզի ավելի պարզ լինի։ Հələ մեկ ֆրացեք։ Սիրունա չէ երեխեք։ Դուք ինչ ուժեղ ա գալիս։ Միտոն էլ գիշերը հələ լույսերը միացրել է։ Գնա Անգել ջան, գնա Պուշանաս կյանքս։ Ու ես այսպես տանաում ճստիկներով։ Բայց կոմպետի։ Սիրունա։ Ինձ քարա։ Ուրախ ես, որ ձյուն ա գալիս։ Հա։ Իսկ այս կողմում հիշում եք, որ ասել էի կարագ եմ հալել, յուղ եմ պատրաստելու, այստեղ ինձ մոտ կարագն է, 3 տուփ կարագ է, արդեն 2 օր է բացել էի, աղ էի արել, խոշոր աղ էի արել արանքները, եւ թողել էի, որ աղը կարագը ուտի, թե կարագը աղին ուտի, չգիտեմ, մայրիկս եմ այդպես հիշում, որ անում էր, ու հիմա դներու եմ մարմանդ կրակով հալեմ, կան, իհարկե սիրում եմ կարագով պատրաստել ամեն ինչն, բայց է կան բաղադատոմսեր, որ յուղով ամենահամեղն է ստացվում, օրինակ ձվածեղը յուղով ամենահամեղն է, այնպես որ այս էլ ինչնաց կուզեի շատ, բայց թե կարագս այդքան շատ չէր, սա հալեմ, ոչինչ, հետո նորից կանենք։ Ահա, մեր համեղ պատրաստ է։ Ամենահաճելի պահը, երբ որ արդեն ամեն ինչից պրծել ես ու կարող ես հանգիստ սուրճ խմել։ Ձերկան կեսը կիսեց, ես մեզ էլ քեզ եմ թողել։
Բարի շաբաթ առավոտ շուտ, սիրելիներս։ Չհաշված որ շաբաթ է, միևնույնն է, մենք արթնացել ենք մեր նույն ժամին, ժամը 5-ին։ 5:30 մի առաջի սուրճն ենք խմել, 7:30 երկրորդ սուրճն ենք խմել։ Ու այլ որպեսզի տանը չնստեինք, սպասենք, քան դեռ երեխեքը քնած են, որոշեցինք ավելի լավ դուրս գանք մեր գնումները անենք, հետո մինչև երեխեք հարթնանան, գնանք միասին նախաճաշենք բոլորս։ Հիմա մեքենան լիցքավորենք ու գնանք մեր գնումներով։ Այսօրվա պլաններիս մեջ մտնում է, ուզում եմ նոր ջեռոցը փորձեմ։ Այսօր առավոտ աղջիկների հետ խոսում էի, քուրիկների հետ ու հիշեցինք այպես շախմատը, մամայի պատրաստած էկլերը շախմատը, որը ամեն ինչն էր մամաս շատ համով պատրաստում, շատ էր սիրում խոհանոցը, իր համար էդի մի հատ ուրիշ վայր էր ու շատ համեղ էր պատրաստում, շատ համեղ ձեռք ուներ։ Շատ բաներ իրենից ենք սովորել, այսինքն ամեն ինչը կարելի ասել։ Ու էկլերը չէ, բայց այսօր շախմատ կպատրաստեմ։ Էկլերը նաև ինչպես պապայիս, այնպես էլ իմ ամենասիրելի թխվածքն է, բայց չէ, շախմատը այն բույրը, որ ընկնում է, ինձ հիշացնում է մանկություն, տանում է մանկություն։ Համ էլ նոր ջեռոցը կփորձենք։ Լավ, Վիտոն վճարեց, եկավ, գնացինք։ Ասանք Ինչ ժամանակ ունենք, գնանք տեսնենք ինչ կա։ Վաղուց չեմ եկել շոփինգի։ Ես սիրում եմ այս ժամանակահատվածում գալ խանութներ։ Էքշնում ենք, ինչքան սիրում շոցներ կա, սրանք ես կիսակ չոքն է, շատ սիրում եմ, սրանք սենց ամբողջական է, խոստ կողորից ես բույները, Այս են բաննա, որ տեսանք բանում, այն խանութում, ու այստեղ կես կինն է, 15 եվրո, ընդեղ 30 էր։ Լավն աստեղ է տեսական են ադյալների, սիրով ծածկոցներ կա, այն մեր մոտինը ավելի կենտրոնական է, ընդեղ ամեն ինչ շատ արագ վերջանում է, այս ճանապարհի վրա է։ Սրանք վերցրեցի, կարելի համապատասխան բարձր էլ վերցնել, այս վերցրեցի ներքևը սեղանի համար, այս վերևի։ Սրանք ինչը պիժամաներ է։ Այ, չէ, սիրուն սվիտերներ է։ Սիստոնական։ Mama, probeer maar mijn foto.
Այստեղ շունիկների համար սրանք կարող եք, չնայած Բինգոն հիմա չթողում իրան առհասարակ ինչ-որ բան հագցնենք, իր շորիկները սաղ մնաց փոքրացավ, բայց դա էս մեծ է, հաստատ չի լինի, եսի վիզնա, գլխից դուրս կգա ու բոլորը M չափսն է, ստեղ անկողիններն է, շունիկների Տեսակի աքսեսուարներ սրբոցներ ու ես դեռ վերևի նոր խոհանոցի համար ամանեղենի փնտրտուքի մեջ եմ ու չեմ կողմնորոշվում ինչ գույն ու ինչ դիզայնով ամաններ, որ համ հարմար լինի ամանի մեքենայի մեջ դնելուն, համ էլ սիրուն լինի ու խոհանոցի հետ էլ համահունչ լինի։ Չգիտեմ։ Այս տեսակ ինչ-որ բան, բայց ոչ այս գույնը։ Սրանք չէ, շատ ոսկեզոծ է։ Կամ թե հենց այսպիսի ուղղակի սպիտակ, չգիտեմ, կամ հենց այսպես այս սրանցից հենց հավաքել, դժվար է բարդ է։ Այ մի հատ աման պետք է առնեի, այս բան կա, որ գյուղս լցնեմ։ Այս եմ պահնա, որ ասում են, ասա, որ եղել ես ռուսական խանութում առանց բառերով ասելու, որ եղել ես ռուսական խանութում, էսկիմո, իմը վանիլային է, հետոյինը շոկոլադային, այս մեր ավանդույթն է, որ չենք խախտում, ովքեր չգիտեն, ամեն անգամ ռուսական խանութ գալուց, այդ լինում է երևի ամիսի 2 անգամ, 2 շաբաթ օր, փորձադիր պետք է փորձենք տարբեր տեսակներ, այս մեր մանկության համն է։ Ուրեմն, էքշնից կատարած գնումներս մի հատ ցույց տամ, այստեղ Վիտոն այսպես powerbank վերցրեց, ուղղակի մոտո ունենալու համար կամ երբ որ ես եմ գրած գնում, ինձ պետք է լինում, ունենք 2-3 հատ, բայց ինչ-որ լավ չէին լիցքավորում, այստեղ է սենց սիրուն, այսենց ապսեմ վերցրե դեկորացիայի համար, ամանորյա, այստեղ վերցրեցինք այս սիրուն բանից, որ համ ինքը նաչնիկ է, համ երաժշտություն կարող ես միացնել Wi-Fi-ով, համ հեռախոսը լիցքավորես,
ինձ պետք է լիցքավորիչ, որովհետև իմը, չգիտեմ ինչ հաջողությամբ զոյկան փչացրել է, ու մտածեցինք ավելի լավ է այսպես վերցնենք, ամեն ինչը իրար հետ է, ու տեսել էինք բանում, Momax-ում ուզում էինք գնենք, հիշում եք նախորդ վլոգներից, այնտեղ 39 եվրո էր, այստեղ ոնց որ 18 կամ 19 կամ խոսքով մոտավոր կես գիններ, կարող ենք նաև հեսա լույսերը փոխենք, հեռախոսով միացնենք, ալարմ զարթուցիչը դնենք, մի խոսքով երաժշտություն ու լիցքավորում, ինքը սիրուն բան է, դեռևս անցած տարի էի ուզում ես գնել Էմուից, այստեղ ուղղակի այսպիսի սև նասկիներ գնեցի երկար, Վիտոյի համար նասկիներ երբեք շատ չի լինում, մեր տանն էլ, չգիտեմ, այդքան ես նասկ եմ գնում, բայց միշտ նասկու պակաս կա, հիմնականում այս Վիտոյի համար վերցրեցի, այս վերցրել եմ Էլիենի մեղրի բանկաներից, հարմար է սիրուն մինի, այս հիմա մի հատ լվամ յուղս դատարկ եմ երեկվա հալացրած, այստեղ որոշեցի փոխել ու այս պրոցը վերցնել, հետո տեսա այս գույները, իմ կարծիքով վերևում այս գույներն ավելի կսազի, այս խոհանոցի կահույքի գույնն է, դե խոհանոցի կահույքի մեջ կա նաև ոսկեզոծ, որոշեցի արծաթագույն վերցնել, որ շատ բան չլինի, ու ասենք եթե այս լինի այսպես, այս դրա հետ կսազի, հետո ինչ-որ բան դնեմ, ու ներքևի համար, ամանորյա սեղանի համար վերցրեցի այս սփռոցը ինքը այս երկու տակով, այս բանն է, հենց նույն այս տեսքն է ունենալու, տեսեք ինչքան գեղեցիկ կլինի, եթե սա ու սրանով ինչ-որ մի բան դնենք վրան, իսկ ամենօրյա օգտագործման համար, էլի ներքևի այս մեծ հյուրասենյակի խոհանոցի համար, վերցրեցի այս ինքը կլինկորատիպը ամենօրյա, որ հենց հիմա էլ հեսա բան անեմ ու կփռեմ, այս ծաղկավորը գարնանայինը կհավաքեմ ու այս կփռեմ, ասես արդեն տոնական կլինի Այս էլ իմ գնումները action-ից Ջան Ու ինչպես խոստացել էի, գնումներս դասավորեցի, անցնում ենք շախմատ թխելու հաճելի գործընթացին, որպեսզի նոր ջեռոցը փորձարկենք Ահա, տեսեք, այսպես լավ փրփրել է, այս գթալը սպահեցի այստեղ ավելացնում եմ 3 ճաշի գթալ, 3 լավ ճաշի գթալ այս հալած յուղից, 3 ձու է այստեղ, 1 բաժակ շաքարավազ, հիմա կավելացնեմ 3 ճաշի գթալ յուղ, հետո կավելացնեմ 250 գրամ մածուն, թթվասեր լավ կլիներ, որ լիներ, բայց չունեմ հիմա, այսքան ունեմ, բայց ռուսական թթվասերն է, ափսոս է էլի, ուտելու համար է, կավելացնեմ մածուն ու հետո ալյուր, այնքան ալյուր, որ ստացվի, այսպես ցույց կտամ խտությունը, կամ էլ կասեմ ինչքան գնաց ինձ մոտ։ Ուրեմն հիմա կփռեմ յուղաթուղթը ու խմորը տեղափոխեմ, ահա այսպեսի խմոր եմ ստացել, կարող է նաև մի փոքր էլ ջրիկ լինել, ուղղակի մի բաժակ ու կես ավելացրեցի, բայց որ շաքարավազն ու ձուն շատ էի հարել, փրփրացրել, դրա համար ինքը այսպես պինդ եղավ, թե չէ մի բաժակ ու կես ալյուր եմ լցրել։ Վերջ անջատեցի, պատրաստ է։ Ահա, յուղերն էլ դատարկեցի, 2 հատ 250 միլիգրամանոց եղավ և այստեղ էլ ավելի փոքրիկ խոզի յուղ եմ հալել։ Այս կողմում էլ կրեմն է պատրաստվում, ինձ մոտ կարագ է և ավելացնելու եմ խտացրած կաթ։ Ուրեմն արդեն պատրաստ է, կտրել եմ, պատրաստել եմ, այստեղ փշուրներն է պատրաստ, կրեմն էլ է պատրաստ ու վերջ, այստեղ մի փոքր խտացրած կաթ եմ այսպես քսել ջրով, որ էլ չթողնենք փափկի, որտեղ անհամբեր ենք, պետք է շուտ փափկի կտրենք, համ էլ տեղ ենք գնալու։ Ինչ որ դեսորտնում շախմատ։ Վերջ, մինչև պատրաստեցինք, հուսով եմ փափկել է ու լավ փափկել է, հիմա կտրեմ, չգիտեմ ինչով, բայց այսպես երևի տեղավորեմ, գնում ենք դեկորստում, տանեմ, որ սուրճ խմենք։
Վերջ որոշեցի սրա մեջ դնեմ, որ ավելի մեծ կտեղավորվի, այն մի քիչ ավելի նեղա։ Սենց դեռ չի սառը, բայց լավ քաշելա ու լավ փափուկ է։ Մեքենայի մեջ այնքան ցուրտ է կդնեմ բանում, բեռնախցիկում թող սառի մինչև հասնենք։ Վերջի մետ փայլատի տեղով փակեմ ու գնանք։ What a noise. Ուր ես գնում։ Hearts against stone. Արդեն ինքը տոնական է հագնվել, ամանորյա իր սիրուն սվարցիվկան է հագել։ Jingle bells, jingle bells, jingle. Քանի որ պարապում էր դաշնամուրով, ո՞րն ես պարապում։ Jingle bells. Ու տոնական է հագնվում, որ նոր պարապի։ Ձայկան ջոնատես է, ազի մեր մոտին ենքան շուտ հալվեց, երեխան մինչև դասից եկավ, որ խաղար, արդեն հալվել էր, գինա։ Գինացինք։ Չէ, բակում մի բան է դրան մոտ, ստեղքից, խոտերի մեջ, կյանքս։ Գինա։ Վարդվեց։ Արդեն տանն ենք, ընթրիք են պատրաստում ու տեսեք յուղերը սառել են ու ինչ գույն են ստացել սիրուն։ Այստեղ են օրվա պատրաստած կոլոլակներն է, հիմա շատ արագ կարտոֆիլի պյուրե կսարքեմ եւ կոլոլակներով այսպես համեղ պատլիվ սոուս վրան լցնելու համար։ Ահա եւ վերջ, մեր ընթրիքն արդեն պատրաստ է, բարի ախորժակ։ Բարի լույս։ Լսեկա, դու այն արա խանութում ինչ էիր ուզում, որ ես ասացի հիմա չէ հետո։ Որ ես գրկել էիր։ Թեդիբերը։ Սիրում ես թեդիբերը։ Հա։ Բախի էիր գրկի ուզում էիր առնենք։ Սիրում ես։ Լավ, ոչինչ կառնենք։ Հետո նոր տարուն։ Կուզես նոր տարուն առնենք։ Լավ։ Դե արի։ Ո՞ր է դեմքդ։ Էսի էր հենց։ Եկել էր ինքն իրան եկել էր դուրը բացեցինք դրած էր, ասում է Զոյկան ինձ ուզում էր, եկել եմ Զոյկայի մոտ։ Շնորհավոր։ Մերսի։ Քո բոյնը, Զոյ։ Հե Զոյ, անուն որոշեցիր։ Հա։ Ինչ է։ Էվա։ Էվա։ Հա։ Զոյկան շատ է սիրում այդ անունը։ Ու եթե հարցնում ենք իրան, եթե ոչ Զոյա, որ Զոյա չդնեինք, ինչ կուզեր, որտեղ ինքը շատ է սիրում իր անունը, մենք որ Զոյա չլիներ քո անունը, ասենք Զոյա լիներ Անգելի անունը կամ Էլենի, դու ինչ կուզեիր լիներ, ասում եմ Էվա։ Լավ, հիմա այսօրվանից ինքը Էվան է։ Բարև Էվա։ Բարև։ Բարի գալուս մեր ընտանիք։ Որտեղ ես դնելու քո սենյակում։ Հա։ Բայց պիտի զգուշ լինես բինգոյի ձեռը չընկնի, բինգոն նենց կգզի, պատկերացնում ես չէ ինչ կանի։